Տիկին Անժելան պարբերաբար լինում է մայրաթոռում, պատարագի օրերին, սովորական օրերին, տոն օրերին, միշտ հայ առաքելական եկեղեցու կողքին է եւ Տիկին Անժելա հաշվի առնելով, որ այսօր այսպես մի ուրիշ արարողակարգ է տեղի ունենում Հովհաննավանքում, նախ հստակեցնեմ ձեր վերաբերմունքը եւ հանգուցալուծումը ինչպես եք տեսնում որպես պարզ քաղաքացի եւ հավատացյալ։ Իմ վերաբերմունքը միանշանակ բացասական է, եթե ուրիշ որակավորումներ չտամ, միանշանակ բացասական։ Դե պարզ է, ես տեղ էի, արդեն հայտարարված էր, որ Սուրբ եւ անմահ պատարագի հետ հայրապետական մաղթանք է ըլնելու մեր վեհափառի գահակալության 26-րդ տարեդարձի առթիվ, բնականաբար ես իմ եկեղեցու կողքին եմ, վեհափառի կողքին եմ, ես ապրում եմ ստեղ ու այս ամբողջ ընթացքում մենք տեսել ենք վեհափառի արդյունավետ գործունեությունը, ազգակենտրոն հայ իր տեսակը ու իր կողքին ենք, իսկ ինչ կատարում է զուգահեռ իրականությունում, մենք մի քիչ տենց ներքաղաքական դիսկուսի մեջ ենք դիտարկում այդ երևույթը, բայց ինքը արտաքին քաղաքական ազդակներ էլ ունի, այդ ասենք էլի, ինչ որ միշտ բան են անում, հետևությունները տանում են ներեկեղեցական, ներքաղաքական դաշտ, բայց շատ մեծ է արտաքին քաղաքական ֆակտորն էլ է շատ, պարզ է տերերը դրանց, այդ տեր հարամի տերերը աշխատել են, ես որ ասեմ դարերի ծրագիրա ֆանտազիա չթվա, սովետական միության ժամանակ էլ են աշխատել, անկախությունից հետո արդեն երկրաշարժից հետո ակնհայտորեն այդ գլոբալիստական կազմակերպությունների, հակաների, աղանդավորական տարբեր տեսակներով մտան Հայաստան ու արդեն կոնկրետ աշխատում էին եկեղեցին կազմալուծելու, եկեղեցին, որտեղ երևի մեզնից ավելի շատ իրանք են անալիզներ անում, ամենից շատ ճիշտ գնահատականները իրանց մոտ է, որ նույնիսկ մենք դարերով պետություն էլ չենք ունեցել, եկեղեցին պահելա հայկականությունը, հայ տեսակը, մեր տեսակը բերել հասրել այսօր։ Այսօր նայեք, հենց այս համատեքստում օրերս լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում Ստեփան Ասատրյանը ասել է, որ ինքն իր կյանքը դրել է զոհասեղանին, որ այս մարդիկ հեռանան եկեղեցուց։ Այսինքն կարելի է ասել, որ Ստեփան Ասատրյանը հենց այս նպատակով էլ դարձել է օրինակ ճեմարանական, դարձել է հոգևորական։ Այո, ես արդեն գրած ունեմ լրատվականների տակ, որ իսկ մենք ինչ գիտենք, որ ինքը հենց սկզբից էլ ներդրված չի եղել հատուկ, այդ պատմական ժամանակաշրջանի քրոնիկայի վրա էդի մի մեծ ժամանակ չի էլի, որ իրան հատուկ էլ ներդրած լինեին այդտեղ կոնկրետ այդ նպատակով ակնհայտ է, ամեն դեպքում տենց լինի, թե տենց չլինի, ինքը այսօր կոնկրետ հակապետական, հակազգային, հակաեկեղեցական գործունեություն է ծավալում, բայց ես կասեմ, որ դատապարտված ալնելու, այս քրիստոնեական հավատքը, այս եկեղեցին հազարավոր տարիների ընթացքում կայսերություններ է ճամփու դրե, հաղթահարե կայսերությունների հալածանքներ, այդ տեր արամա, հարամա ինչա, ինքը շատ փոքր ֆիգուրա է, ինչքան էլ հասկանանք գլոբալիստական ուժերի գործիք է, բայց ինքը շատ փոքր է, որ ինքը կարենա այս զորությունների վրա ֆոն փոխի։ Տիկին Անժելա, այսօր Փաշինյանը կրկին հեռացավ ծափերի ներքո, դուք որպես հավատացյալ ինչ որակում կտաք եկեղեցում ծափեր հնչեցնելու դեպքում։ Ոչ, կռապաշտություն, կռապաշտության նշան, եկեղեցին մենք պատարակը հասկանում ենք լռություն, մարդը լուռ կանգնում է պատարակի ու միշտ դեպի ներս է նայում, ինքը իր հետ լուռ, սկզբից մինչև վերջ, ծափահարություններ, շոուներ, չգիտեմ ինչ էլ, էսի ներմուծված, իմ կարծիքով էսի իրա մտածածն էլ չի, այդ իրա գաղափարը չի, նոր Օվերտոնի պատուհանի կոնկրետ ծրագիր են իրա առաջ դրել, ինքը անում է, մարդկանց ականջին աչքին սովորացնում է, որ եկեղեցում կարող է ծափահարություններ լինի, այսինքն ինքը քիչ-քիչ տանում է այն քայլին, քիչ-քիչ այդ որ
այդ Տեր Հարամին կարգալույց անելուց հետո պսակվողներ էին գալի դե մարդիկ կային, որ հանդգնում էին բերեն այս ամեն ինչը լսելուց հետո իրանց երեխեքին այնտեղ կնքեն կամ նորապսակներին պսակեն։ Ես միտեղ գրեցի, որ կլիենտներին ԿՊՆ-ու Փաշինյանը կմատակարարեն այդ կլիենտներին։ Ոչ մի ադեկվատ հայ իմանալով, որ կարգալույց եղած քահանայա ու այդ ամեն ինչը հարամա իրոք ու պղծություն է, ինքը ոչ իր երեխուն կբերեր այնտեղ կնքելու, որտեղ ադեկվատ հայը հասկանում է, որ այդ կարգալույցի պատիժը, պղծությունն ու պատիժը ինքը հավասար կիսում է արդեն։ Ինքը այդ պատիժը վեկալում է իր ոչ մեկը չէր մտնի դրա տակ։ Այսինքն ես մտածում եմ, որ դրանք ուղղակի բեմականացման համար բերած էին, մի օր էլ հավատանք, եթե սենց շարունակվի, հավատանք, որ մի օր էլ կբերեն այնտեղ համասեռամոլներ պսակեն, որ մեր աշկը սովոր, փաստորեն բռնազավթած է եկեղեցին։ Այսինքն ի՞նչ է նշանակում, դու ով ես, այդ եկեղեցին մայրաթորի սեփականն է, դու կողպեք փոխես, ոստիկանություն կանչես ուրիշ հոգևորականների մուտքը արգելես այնտեղ, այսինքն այնտեղ հստակ ծրագիր է իրականացվում, այդ օվերտոնի պատուհանը բացել են, մեզ արդեն սովորացնում են պիղծ երևույթների, մեր ականջին լսելի լինի, աշկին տեսանելի լինի ու գիտեք, այդ սկզբից ներքաշում են քննարկման դաշտ, դարձնում են քննարկման թեմա, հետո սկսում են արդարացնել, պրոցեսը այդ է, այնտեղ հստակ այդ պրոցեսն է այդմ։ Այս բան կանեն աշկին ականջին ցույց են տալի, հետո դարձնում են քննարկման առարկա, հետո սկսում են արդարացնել, հետո որ դարձնեն նորմա, բայց այդ իրանց չի հաջողվելու։ Հստակ չի հաջողվելու, որտեվ այս ազգը կանգնած է, այս ամեն դեպքում ես չգիտեմ, ամբողջ վարչական ռեսուրսը ծախսելով 1000 հոգի թող 2000 հոգի հավաքեն, բայց 15 միլիոնի ֆոնի վրա դա շատ քիչ քանակ է, որ իրան եղանակ փոխեն։ Ես մի քիչ ռադիկալ մարդ եմ, ճիշտ ասած ավելի ռադիկալ մեթոդների եմ կողմ, բայց եկեղեցին դե իրանք կորոշեն, իրանք ամեն դեպքում մեզնից հեռատեսեն, խորատեսեն, ընթացքը իրանք կորոշեն, կարգալույցից հետո ինչ կանեն, բայց ես կողմ եմ, որ ժողովրդով, ոստիկանությունով դրան դուրս շպրտեն ընդեղից ու այս ամեն ինչը դադարի։ Հասկանալի է ձեր տեսակետը, շնորհակալություն։ Շատ